Ինչ է պրոլապսը եւ որոնք են դրա առաջացման պատճառները։ Նախ համառոտ թույլ տվեք խոսեմ տերմինի հետ կապված, որովհետեւ մեզ լսող կանայք, ինչու՞ չէ նաեւ տղամարդիկ ավելի հստակ պատկերացնեն, թե ինչի մասին է խոսքը։ Ուրեմն պրոլապս ունի մի քանի հոմանիշներ, կարող ենք կոչել նաեւ իջեցում, արտանկում կամ նաեւ ավելի երկար հեշտոցի պատերի իջեցում կամ արտանկում։ Ինչ է պրոլապսը կամ ինչ է իջեցումը, դա ուրեմն կոնքում տեղակայված օրգանների իջեցումն է դեպի հեշտոցի խոռոչ եւ հետեւաբար խոսքը այստեղ բացառապես կանանց մասին է։ Ուրեմն բոլոր այն գործոնները, որոնք կարող են բերել ներբորովայնային ճնշման երկարատև բարձրացումների, կարող են ռիսկի գործոն հանդիսանալ պրոլապսի առաջացման համար։ Դրանք կարող են լինել ծանր ֆիզիկական աշխատանք, ծանր ատլետիկայով զբաղվել, քրոնիկական հազ, ասթմատիկ վիճակ, փորկապություններ, ծննդաբերություններ, հղիություններ։ Մի խոսքով այն ամենը, ինչը կարող է բերել ներբորովայնային ճնշման բարձրացման, կարող է լինել որպես ռիսկի գործոն պրոլապսի առաջացման համար։ Եթե ավելի պատկերավոր ասենք, կասենք, որ պրոլապսը դա ճողվածքի ինչ որ տեսակ է կանանց մոտ։